քաղաքացիական հասարակության առանձին սուբյեկտներ իրենք օգտվում են այն պահից, որ Ադրբեջան-Հայաստան բավականին դեռ բարդ հարաբերությունների ժամանակ կա միջնորդ, որը հայտարարել է քրիստոնեության պաշտպանությունը, քրիստոնյաների պաշտպանությունը եւ այլն, ու ես կարծում եմ վերին աստիճանի տեղին է, որ այսօր այս հավաքը եկել են մարդիկ, որ հայտարարեն Վենսին իլուր, որովհետև այսպես թե այնպես, եթե այստեղ տասնապատիկ էլ կանգնած լինեն, շնորհիվ ձեր այսպես միջամտության, ինչի համար ես շնորհակալ եմ, լուրը հասնելու է։ Եվ ես կարծում եմ, որ այս սին միայն հույսեր չեն, որովհետև մենք պարտավոր ենք, պահանջենք տվյալ դեպքում ԱՄՆ-ի ներկայացուցիչից, որ իրենք տեր կանգնեն իրենցից կասկած խոսքերին։ Դրա համար ես կարծում եմ մենք երկու ելք ունենք, եթե իշխանությունը դա չի անում, ապա անպայման դա մշտական իմ աքսիոմատիկ հայտարարություններ, այն ինչ որ չի անում իշխանությունը, պետք է անի հասարակությունը։ Ստեղ մի խնդիր կա, իմ հիմնավոր կասկած ունեմ, որ Հայաստանի օրվա իշխանությունը ոչ միայն չի անում, այլ հիմնական խոչընդոտն է այդ անձանց բերելու Հայաստան եւ տվյալ դեպքում թե ինչպես իրավական լուծում կստանա, դա է խնդիրը։ Եվ այո տեղին է մենք այսօր բարձրաձայնենք հենց պարոն Վենսի ականջին, որ մենք պահանջատեր ենք, ոչ թե խնդրում ենք, այլ պահանջում ենք, որ եթե Հայաստանի Հանրապետություն օրվա իշխանությունը ինչ-որ դժվարություններ է տեսնում, եթե Ադրբեջանի հանցագործ իշխանությունը չի գտնում, որ դա պետք է տեղի ունենա, ապա հասարակությունը պետք է տեր կանգնի։ Ես կարծում եմ դա լրիվ տրամաբանական։ Այս ձևաչափով եք պատրաստվում միայն այս ձևաչափով թե բաց ոչ, նայեք, ընդհանրապես, եթե մենք վերցնում ենք տվյալ դեպքում մի դրվագ է արցախցիներին վերաբերող, մենք չենք խոսում ընդհանրապես, մենք խոսում ենք Արցախում քաղաքական պատանտության մեջ հայտնված անձանց մասին։ Ես տեսեք, իհարկե կարող եմ առանձնացնել բոլոր այդ ռազմաքաղաքական ղեկավարությանը, ես ծանոթ եմ բոլորի հետ աշխատել եմ, բայց իմ սիրտը ցավում է ցանկացած մեկի համար, որովհետև իրենք բոլորը հայտնվել են Հայաստանում, կրկնում եմ, որպես քաղաքական պատանդ։ Եվ մենք տեսել ենք այդ 4 հոգու վերադարձը, որ տեղի է ունեցել, այսինքն Ադրբեջանից այստեղ, թե այդ ինչ կեղտոտ ու արյունոտ քաղաքական խաղ էր։ Փաստորեն համաշխարհային պրակտիկան չկա այդպիսի բան, որ միջազգային տերորիստներին ընդհանրապես դիտարկեն ինչպես այսպիսի գործընթացների, այսպես ասած, անձանց, բայց մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունեցել, չի բացառվում, որ այսօր դեռ շուտ է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի պետք է ունենան ընտրությունները, եւ չի բացառվում, որ որոշ մարդկանց եւս կվերադարձնեն զուտ քաղաքական շատ կներեք էժանագին այդպիսի ակցիաների միջոցով։ Մենք այստեղ ենք, որ հստակեցնենք, որևէ մի քաղաքական մեծ աստար չունի այս գործը։ Սա նախ եւ առաջ մարդասիրական իրավունքի պահանջ է եւ երկրորդը ոչ թե քաղաքական, այլ աշխարհաքաղաքական մակարդակով բարձրացնել մեր ձայնը։ Մենք բանտարկյալներ ունենք նաև Հայաստանի Հանրապետության ներսում։ Ինչ եք կարծում, Ջեյդի Վենսը, Միացյալ Նահանգների փոխնախագահը կհանդիպի արդյոք ամենայն հայոց կաթողիկոսի հետ եւ դա ինչ նշանակություն ունի։ Խիստ կասկածում եմ, գիտեք, խիստ կասկածում եմ, որովհետեւ Ամերիկայի նախագահը շատ պարզ ազնվորեն ասել է, ինչ անում են իրենք, անում են դիտելով եւ բխեցնելով դա ԱՄՆ-ի շահերից։ Չեմ կարծում, որ ԱՄՆ-ի շահերից անմիջապես բխում է տվյալ դեպքում մեր վեհապարի հետ հանդիպումը։ Այն, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, դա հենց իրենք իշխանություններն են հաստատում, այն հայտարարություններով, այն շինծու գործերով, եւ ես մի անգամ չի որ ասել եմ, այնտեղ որտեղ չի հասնում Էրդողանի եւ Ալիևի ձեռքը, այդտեղ մտնում է գործի մեջ Հայաստանի օրվա իշխանությունը։ Այսինքն հասկանալի է, որ
ոչ Ալիևը, ոչ Էրդողանը չի կարող սկսել հայ եկեղեցականների դեմ այս խայտարակ ամոթալի այս արշավը եւ դա արվում է օրվա իշխանության ձեռքով արդյոք մենք չպետք է իրենցից պահանջենք ասենք ինչ կա չէ մենք պետք է միշտ պահանջենք դատապարտենք այդ գործողությունը ամոթանք տալը իզուր եմ համարում իրենք չունեն այն մարմինը որով որ ամաչում են դրա համար կարծում եմ որ պահանջատիրությունը ամենաճիշտ եւ տեղին մի ձև է մեր բողոքը հայտարարելու Տիկին Ալավերդյան, մինչ այս պահին մենք զրուցում ենք, ինչպես նաև հայկական կողմի հարցերն ենք փորձում բարձրաձայնել ԱՄՆ փոխնախագահի մոտ, ադրբեջանական մի խումբ հասարակական կազմակերպություններ եւս դիմել են ԱՄՆ փոխնախագահին, նշելով, որ Երևանում բարձրացնի Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձի նրանց մշակութային ժառանգության պահպանության հարցը։ Շնորհակալություն, դա կարող է տեղի ունենալ եւ տեղի է ունենում, միայն Հայաստանի Հանրապետության օրվա իշխանության կամ հանցավոր չիմացության հողի վրա կամ պայմանավորված Տեսեք, ես չեմ կարող այսպես ասել, որ սա է, բայց մենք հստակ բոլորս գիտենք կամ բազմաթիվ փաստաթղթեր, որով որ այդ հարցի բարձրացումը Ադրբեջանը չունի որևէ հիմնավոր այսպես դատաչոր մի փաստաթուղթ, ինչու, որովհետև Հայաստանի Հանրապետությունից դուրս գնացած ադրբեջանցիները թվով իդեպ 157,000 6,000-ը ըստ մեր վիճակագրական տվյալների 6,000 ադրբեջանցի մնացել են Հայաստանում մենք մանրակրկիտ եղել է այդպիսի տվյալներ եւ ահա նրանք 90%-ը գրեթե բոլորը կամ ուղղակի կարողացել են վաճառել կամ փոխանակել կամ ի վերջո անկախ փոխանակումից եւ վճարումից իրենց բնակարանները իրենք ստացել են սովետական միության աշխատանքային պետկոմիտեի միջոցով ստացել են փոխհատուցում ոչ թե որպես փախստականներ այլ որպես տուժած երկրաշարժից ես հիշեցնեմ շատերդ երևի չեք էլ իմանում որ այդ այսպես ասած իրենք դուրս են եկել Հայաստանից միջև 6 դեկտեմբերի գիշերը 7 դեկտեմբերի այստեղ արդեն ինչպես ասեցի մնացել էին մի 6,000 ադրբեջանցի այսինքն նրանց մեկ է սովետական միության այդ պետական կոմիտեն աշխատանքի համարել է որ նրանց բնակարանները ում բնակարանները մնացել են այն վայրերում որտեղ երկրաշարժը քարուքանդ է արել անկախ նրանից թե իրենք փոխանակել են թե վաճառել են տվյալները իրենց մոտ եղել են հինը նրանք տվել են նրանց փոխհատուցում ոչ թե անձամբ այդ մարդկանց այլ Ադրբեջանի համապատասխան պետական կոմիտեի աշխատանքային թե ինչ է արել այդ կոմիտեն հայտնի չի դա մեկ երկրորդը հայերը Ադրբեջանում թողել են ավելի քան 1000 բնակարան եւ տուն ավել քան բոլոր ադրբեջանցիները ներառյալ ազատագրված տարածքներից դուրս գնացած քան բոլոր դրանք թողել են Հայաստանում կամ ազատագրված տարածքներում ինչ են արել ադրբեջանցիները եւ օգտվելով հենց ադրբեջանական ՀԿ-ների տվյալներով այն ժամանակ հստակ ասում եմ ադրբեջանական որոշ կազմակերպություններ տարածել են լուրը որ այդ բնակարանները ու տները որոնք հայերը գիտեք պաշտամունք ունեք տուն եւ բնակարան նրանք 3-4 անգամ սպեկուլյատիվ գներով դարել են սպեկուլյացիայի առարկա եւ դրա համար որևէ մի հիմք այսօր խոսելու վերադարձի մասին չկա սովետական ժամանակ սովետական քաղաքացիները իրենք լքել են վաճառելով կամ կրկնում եմ փոխանակելով դրանից հետո ստանալով լրիվ անհիմն ստանալով փոխհատուցումը այնպես որ այսօր վերադարձի մասին ընդհանրապես խոսել չի կարելի եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունը չգիտի դրա մասին դա շատ ափսոս իսկ եթե գիտի կարծում եմ որ գիտի ապա դա ուղղակի շարունակությունն է պայմանավորված այսպիսի գործընթացների